օրվա խորհրդով պայմանավորված այցելել եք Ծիծեռնակաբերդ, ձեր դիրքորոշումը, մոտեցումը։ Իմ մոտեցումը հայ ազգի մոտեցումն է, ամբողջ ազգի մոտեցումն է, մենք ուզում ենք ամբողջ աշխարհով իմանան ու ճանաչեն, որ տեղի ունեցել ցեղասպանություն, միտումնավոր կերպով փորձել են ոչնչացնել հայ ազգին, ուրիշ մոտեցում չի կարող լինել։ Երեկվա օրինակ պահանջատիրական երթին մասնակցում էիք դուք ընդհանրապես Երեկվա։ Այո։ Երեկվա կոնկրետ երեկվա մասին է խոսքը։ Երթը ջահերով երթ ավանդական որ։ Ես եղել եմ երեք գիշերը այստեղ, ջահերով երթին չեմ մասնակցել, բայց բնականաբար կիսում եմ հայ ազգի մտահոգությունն ու դիրքորոշումը։ Իսկ այն ոչ ցեղասպանության ճանաչման հարցը հանված է արտաքին քաղաքական օրակարգից, սա ինչպես կմեկնաբանեք։ Ճիշտ ասած, ես դեռ տեղյակ չեմ այդ հարցին, չեմ կարող պատասխանել հանվածը հանված չի, բայց ես ուզում եմ իմ դիրքորոշումն ասել, որ իմ համար առաջնային հարցն է հայոց ցեղասպանության հարցը։ Եթե հարցը ինձ ա վերաբերում, ես իմ մասին կարող եմ ասել։ Իսկ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իշխանությունների կողմից նման մոտեցում է ձեզ համար։ Ես դրան չեմ կարող պատասխանել, որովհետև իրոք ասում չեմ տիրապետում հենց այդ հարցին, դրա հետ կապված չեմ կարող ոչի բան ասել, բայց ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը ես լսեցի մի քանի օր առաջ էր, ասաց, որ հայոց ցեղասպանության ժխտումը որևէ հայ քաղաքացու ներկայացի կողմից դա քրեորեն պատժելի է։ Ես դա լսեցի, ոնց որ ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի կողմից դա եւս կարևորագույն հարց է։ Ադրբեջանում գերիներ ունենք մենք այսօր, այն նրանց վիճակի մասին, ձեր անհանգստությունները եւ ինչ եք կարծում ի վերջո, ինչպես հանգուցալուծվի Եվ այն ինչ տեղի ունեցավ 2020 թվականին Արցախում, 23 թվականին նաեւ ինչպես կբնորոշեք, միթե դա եւս ցեղասպանություն չէր։ Այդ ժամանակ ես եղել եմ պատանդի կարգավիճակով, Ադրբեջանում եմ եղել, ուզում եմ ասեմ, որ դա այո, իմ համար եւս ցեղասպանությանը հավասար մի բան է, որ տեղահանվեցին մեր արցախցի հայրենակիցները Արցախից ամբողջությամբ, իմ համար դա անընդունելի է, թերևս չգիտեմ ինչ քաղաքական գործընթաց կլինի այդ ուղղությամբ, իմ դիրքորոշումը այն է, որ դա չպետք է տեղի ունենար, դա բռնի է տեղի ունեցել, իսկ գերիների հետ կապված թե ինչ մտահոգություն ունեմ, այո, ունեմ մտահոգություններ, քանի որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի մասնակցել ու հետևել ինչպես են մեր գերիները, առողջական վիճակը, որովհետև ես գիտեմ, որ այնտեղ բժշկական միջամտությունը 0 մակարդակի վիճակում է, չենք ունեցել նորմալ բժշկական, հետևողական չեն եղել, ասեմ, որ իրիկունը 6-ից հետո, երեկոյան ժամը 6-ից հետո առհասարակ բացակայում է, բժշկություն չկա այնտեղ, նույնիսկ մի հատ բուժքույր չկա, եթե մեկի հետ մի բան լինի, ոչ մի միջամտություն բժշկական չի լինելու, կարող է հանգիստ մահանալ, ով ուզում է լինի, մեր քաղաքացիների մասն է խոսքը, ու ուզում եմ ասեմ, որ ես դիմել եմ եվրոպական դատարան իմ հայցով ու դրանով եւս ցույց եմ տալու, որ մեր այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիները բռնադատվածներ են ու հարցը բարձրացնելու է բոլոր բարձր մակարդակներում դրսի մասնախոսքը։ Ես դա հիմա չեմ ասում ոնց եմ անելու ինչպես, բայց այդ գործընթացը տեղի ունենում հիմա։ Հենց հիմա։ Հայցի հիմքը կապված այնտեղ պահվելու։ Իմ անձի հետ կապված, որ տեղ ունեցել անօրինական բռնել են ինձ ու անօրինաբար դատել են, հենց դա որ պետք է ապացուցվի, որ անօրինական գործողություններով են առաջնորդվում պետական ղեկավարները Ադրբեջանի։ Դա ձեր անձի մակարդակը, որ ասում եք եվրոպական դատարան եք դիմել, իսկ պետության մակարդակով այսօր արված քայլերը ձեզ հույս տալիս են, որ այնտեղի մեր հայրենակիցները ի վերջո կազատվեն պատանդի կարգավիճակից։ Հույսի պահով ասեմ, որ հույս տալիս եմ, բայց դա բավարար չի, որովհետև մեր միասնական ժողովրդի խոսքը եւս մեծ ուժ ունի ու մենք պետք է պահանջենք ժողովրդով, ազգով պետք է պահանջենք։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։